Բարի լույս, սիրելի հետևորդներ, բարի լույսը սկսում ենք նման նախաճաշով, չէ այս սերմերը հունական յոգուրտով և հապալասի պտուղներով։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես էլ լավ եմ, տանից դուրս եմ եկել, գնում եմ գործերով փողոցը հազիվ անցա, հինգշաբթի օր է այսօր, հինգշաբթի օրերը սովորաբար ցույցերի օր է և այսօրվա ցույցն էլ շատ շուտ էի սկսել, դեռ տանն էի, որ աղմուկը լսում էի, հիմա էլ ցույցը Մակրոն հեռացիր, այնպես որ ամեն երկրում փաստորեն բնակիչները դժգոհում են միշտ իրենց ղեկավարներից։ Հիմա գնամ գործերով, ծանոթից գործերով, հոյց հետո ծանոթներս գցեմ ու կմիանամ ձեզ։ Տեսեք հələ որտեղից են գալիս, տեղ կա այդտեղ հավաքում են և լիր քաղաքի կենտրոնական փողոցներով գալիս են, հասնում են մինչև այս գլխավոր մեծ ղու Ֆեդերը։ Նորից շարունակվում է, դեռ վերևից շատ են գալիս, տեսնում եք, չէ, արանք գտնեմ դուրս գամ, ահա, սա էլ մյուս կողմից են նկարում։ Շողջան ցույցերը դեռ շարունակվում էին, հազիվ էլի այդ փողոցով անցա, տարածանոցներ սկսեցի, ահա, որ շոկ էր, պոյկատուր արագ փոխվեցի, սպորտային կոշիկներս է փոխեցի, ճիշտ ասած, թե ինչ էի տենց տակ հագնվել, լողացա դուրս եկա, վախեցա էլի, որ հիմա վիրուսներ են տարածված, մտածեցի, տակ մնամ, բայց նույնիսկ պիջակով էլ է շոկ, հիմա ձեզ հետ խոսեմ ու պիջակս էլ հանեմ, ահա որ է, երբեք մեզ մոտ նման շոկեր չեն եղել, անոմալիա է էլի, բայց շատ հաճելի է, որ շոկ է։ Ողջին սիրելիներս, անձրևոտ օր է, արդեն քանի ժամի անձրև է գալիս և պիտի ամբողջ օրը իբր անձրև գա, չնայած մի փոքր թուլանում է և ուժեղանում, հիմա ես մտնեմ առևտրի կենտրոն, գործ ունեմ այստեղ գործերս անեմ ու կհանդիպենք։ Միացած ես, չնայած բժշկությունը ժխտում է, որ անձրևից առաջ և ընդհանրապես եղանակի փոփոխությունից առաջ մարդիկ կանխազգում են իրենց մարմնի մասերի ցավերով կամ անհանգստությամբ, բայց ես փաստում եմ ժորժան գիշերը ես անհանգիստ էի շատ ու չէի կարողանում քնել, փաստորեն անձրևոտ օր էր սպասվելու, ինձ հետ պատահում է։ Կարծում եմ շատերը հիմա կփաստեն, որ իրենց հետ էլ է կատարվում նման բաներ, մեկի ոտքն է ցավում, մեկի ծնկները, ինչ-որ մի ձևով մարդիկ զգում են, որ եղանակները փոխվում են։ Հիմա թե ինչու են բժշկությունը ինչու է ժխտում, չեմ կարող ասել, որովհետև վերջերս նման հարցազրույց էի լսում։ Բայց դե ինչպես մենք ենք ասում, ժողովուրդն է ասում, փաստում, իրոք մինչ եղանակի փոփոխությունը մենք մեր մարմնի վրա զգում ենք, չէ՞։ Դե հիմա ես բարձրանամ շարժասանդուղքով և հետո նորից միանամ ձեզ։ Ժորժան հիշեցնեմ հատկապես լիլի բնակիչներին, որ Rue Bethune-ի վրա գտնվող այդ ուտլետ խանութում զեղչեր են հայտարարված մինչև 30%, հոկտեմբերի 11-ը մինչև, այսինքն բացի են, որ ուտլետ գներ են, մինուս 30%-ով կարող եք շատ ապրանքներ ձեռք բերել։ Իրոք կային լավ բաներ, ես երբևէ չէի գտրում, բայց որ զեղչերով եք մի քանի բան երեք ես գտա, ահա նայեք թե որ խանութն է, միգուցե չեք պատկերացնում և շտապեք այստեղ, ես շատ հայերի եմ տեսել այստեղ, դրա համար եմ ասում, հատկապես նվերներ տալու կամ որ Հայաստան են գնում, գալիս են այստեղ, ամեն դեպքում շտապեք այս խանութը։ Դե տեսեք խոսքը որ խանութի մասին է, ստոկ ուտլետի մասին է, 30% զեղչեր հայտարարված, գտնվում է Rue Bethune-ի վրա, դիմացնել տանող առևտրի կենտրոնն է, ահա։ Ուջուրից բերել եմ էսկալատ, անի, էսկալատ ինչա ալպինիզմով է զբաղվում, միջինքը կզբաղվի, ես իմ գործերն եմ անում, մի փոքրիկ ծանոց, ուղարկեցի վերջացրեցի, հիմա մտնում եմ մի հատ խանութ, ինչ որ ծանոցում եմ ստացել զեղչերի
եւ նվեր է գրած, հələ տեսնեմ գնամ ինչ նվեր է, նորմալ նվեր է թե չէ, որից հետո էլ ես մոտիկ տարածքում եմ կմտնեմ Եվրոշե եւ այսպես կգնամ արդեն վերցնելու մի ժամանակ ունեմ քաղաքի կենտրոնում է եւ մոտակա տարածքներում է ամեն ինչը, այ քամին է սկսվեց, այս հատվածում միշտ քամի է լինում, ընդամենը երրորդ պարապմունքն է եւ տեսեք թե այս փոքր երեխաները ոնց են ճարպկորեն բարձրանում, իհարկե իրենց մարզիչի հետ են ցուցումներ է տալիս մարզիչը, բայց տեսեք ինչ է կատարվում այստեղ, իմ հավեսն էլ է գալիս, կան մարդիկ, որ կարող են նման ձևով մագլցել մինչև վերև, իհարկե աջ կողմում ավելի բարդ է, տեսեք աջ կողմում ավելի բարդ է, մոտ չէ դրված, այդտեղ մեծահասակներն են, իսկ այս հատվածը հենց իմ ճուտոյի հատվածն է, այս էլ ինքն է, ճարպիկ բարձրանում։ Մի խոսքով սիրելիներս շատ հաճելի է այստեղ, եթե տղա երեխաներ, ինչու չէ նաև աղջիկ երեխաներ ունեք, ովքեր սիրում են այդպես համարձակ սպորտի հետ գործ ունենալ, կարող եք բերել, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, եթե կհետաքրքրի, կասեք առանձին հասցեն ձեզ կտամ, շատ լավ սպորտաձև է, ուժ է հաղորդում եւ ճարպկություն, ինչու չէ նաև համարձակություն, բարձրություններ բարձրանալիս շատերը հենց վախենում են, չէ, բարձրությունից եւ իջնել են, խփում են ձեռքով, պետք է ճիշտ իջնի, հիմա պիտի շրջվի ըստ կանոնադրության, ոչ այսպես, պիտի շրջվի եւ ահա այս նման թռիչքաձև իջնի, ահա շատ կազմակերպված են մարզիչները եւ տարբեր խմբեր այստեղ միաժամանակ կարող են աշխատել, տեսեք, տարբեր խմբեր են տարիքային, տարբեր խմբեր, անգամ 3 տարեկան երեխաներ կան, այնպես որ շտապ եք այստեղ, անձրևը շարունակում է դեռ գալ, երեկվա ցուցարարների փողոցն է, ես գնում եմ դեպի այս ուղղությամբ, գնում եմ այդտեղի խանութը։ Շոր ջան, տեսեք մազերս ինչ օրի եղան խոնավությունից, ուղիղ վիճակը փոխակերպվեց խառը վիճակի, հելա ես ամի քիչ հետո էլ կխուճ ճանա։ Մի խոսքով տուն եմ գնում, ժամը 3-ից սկսած անձրև է գալիս, մեկ մի փոքր ուժեղանում է, մեկ էլ դանդաղում է։ Նախորդ անգամ, դե անձրևները ես վերջերս չէին եկել, նախորդ անգամ շատ հորդառատ անձրև եկավ եւ կոշիկներս լավ թրջվել են։ Այս անգամ վախից երկրորդ զույգ կոշիկներս էի վերցրել, պատրաստված եմ եկել, ահա, իմ կոշիկները, որոնցով եկել եմ, եւ իմ բերած կոշիկները, այս սրանն էլ շատ հարմարավետ է, ամեն ինչ կա, բազկաթոռներ, բազմոցներ, նստում ենք, սրճարան կա, եթե ցանկանում ենք սուրճ ենք վերցնում, տեսեք ինչքան գողտրիկ անկյուն է։ Եվ արդեն ժամանակն է գնելու չթրջվող, ջուր չքաշող կոշիկներ, որովհետև շատ եմ քայլելու այս տարի, հատկապես ճուտոյին տանելու եմ միշտ այդտեղ հեռու է, մոտ չէ որ արագ գնանք։ Համենայն դեպս եթե հորդառատ անձրև լինի, անպայման կթրջվեն ոտքերս, սպասեմ կանաչ լույսը վառվի եւ այսօր շմեղը ստացա իմ ֆրանսիացի ընկերուհու կողմից, դպրոց էր բերել, ցավակցում էր էլի մեղրով, ես իրեն սովորեցրել էի, որ իր մաման մահացել էր, քաղցր էի տվել, սրճարան հրավիրեցի, սուրճ խմեցինք եւ ասում եմ, որ այսուհետ քաղցր օրերք է սպասվել, հիշելա։ Ինքն էլ այսօր է տալիս մեղրը, շատ լավ մեղր է, տանը ցույց կտամ եւ ասում է թող քո օրերն էլ քաղցր լինեն։ Կարճ ասած, լավ է էլի, չէ, որ անգամ ֆրանսիացիներն են սովորում մեր ադատներն ու ավանդույթները, կոնկրետ ինքը շատ է լսում, շատ բաներ, որ պատմում եմ, հիանում է, ու մեր կյանքը, հայի կյանքը, արկածախնդիր է ինքը միշտ համարում, որ պատմում եմ, որ լույս չի եղել, ջերմություն չի եղել, մենք ապրել ենք, երկրաշարժ ենք տեսել, մութ ու լույս տարիների այդ դառը բաներից, որ մեկ պատմում եմ, սարսափում է, ու շատ բաներ էլի թեկուս Հայաստանի կյանքից, դե հիմա բավականին փոխվել է, չեմ կարող համեմատել, շատերը կփաստեն, առաջվանը չի,
Իհարկե, բայց այստեղի հետ դե համեմատել չի լինի։ Ամեն դեպքում վայ քամի է ուզում սկսվի։ Ժողովուրդ ջան, անձրևը մաղում է։ Գնամ տուն, սիրելիներս, աշնանային եղանակ է, վահանտեյանական տրամադրություն է, այ աշուն է, անձրև, տերևներն անձև, դողում են դանդաղ, պաղ, միապաղաղ, տերևները թափվել են, Ժողովուրդ ջան, բայց վաղը էլ անձրև չի լինի, այ մեր քաղաքի լավը դա է։ Տերևաթափը արդեն սկսվել է, դե ժամանակն է, այստեղ պաշտոնապես սեպտեմբերի 21-ից հետո աշուն է, բայց սա առաջին անձրևն է, որ գալիս է, տեսեք ինչքան գեղեցիկ գույներ ունեն աշնանային տերևները։ Աշնան են ընկնում տերևները հին, իսկ մարդիկ բոլոր եղանակներին, ցավոք։ Հաջորդ տարի կվերականգնվեն այս ծառերը, տերևները նորից կաճեն, բայց ու շատ կարևոր հայտարարություն անեմ, նորություն ասեմ ձեզ սիրելիներս, հատկապես Հայաստանից դուրս գտնվող հայ ընտանիքների մասին է խոսքս, ովքեր ուզում են, որ իրենց երեխաները չմոռանան հայոց լեզուն, հայ մշակույթը եւ ավելի մոտիկից ուսումնասիրեն հայ գրողներին, ձեզ ներկայացնում եմ հետեւյալ որ կարող եք գտնել Apple Store-ում եւ լսել Հովհաննես Թումանյանի գրվածքները կլինեն քառյակների, կլինեն հեքիաթների, բալադների, կարճ ասած այսօր ձեզ մի շատ հետաքրքիր բան եմ սովորեցնում։ Տեսեք թե ինչպես կարող եք ունենալ հեռախոսի մեջ սերունդերս, մի խոսքով հլը նայեք։ Ցանկացած հեռախոս ունի տարբեր հավելվածներ եւ որն էլ որ մենք գտնում ենք Apple Store բաժնում։ Հիմա ես դա ցույց եմ տալիս, Apple Store մտանք, խփում ենք, գրում ենք ոսկե դարան, ոսկե դարանը բերում է, քաշում ենք այդ հավելվածը հեռախոսի մեջ եւ տեսեք տարբեր բաժիններ կա, կարող ենք լսել, նաեւ կարդալ։ Հիմա ես չգիտեմ լսելը թույլատրվում էր թե ոչ, խփում ենք այստեղ եւ լսվում է հիմա այդ քառյակը, սակայն չգիտեմ կարգելվի YouTube-ի կողմից թե ոչ, ես բարձր չեմ միացնում, միայն այստեղ ցույց եմ տալիս, որ կարելի է նաև կարդալ։ Երկրորդն էլ Եվրոպայում ապրողներին էլի հատկապես վերաբերվում, որ այս տարի ձմեռային ժամանակին ավելի շուտ ենք անցնելու, սովորաբար հոկտեմբերի վերջին շաբաթ գիշերն ենք ժամսլակը հետ գցում ձմեռային ժամանակի անցնելու համար, բայց այս տարի այն համընկնել է հոկտեմբերի 25-ին հետ, այսինքն ամիսը դեռ չվերջացած, դեռ վերջին օրերը չեկած, մենք արդեն անցնելու ենք ձմեռային ժամանակի, այն է հոկտեմբերի 25-ին, լույս 26-ին, արդեն կիրակ է լինում, գիշերը ժամը 2-ին ժամսլակը հետ ենք գցում և 3 ժամ տարբերությամբ ենք լինում Հայաստանի հետ, այսինքն ձմեռային ժամանակ ենք անցնում, շուտ են մտնելու, չգիտեմ, ամեն տարի այստեղ էլ է խոսակցություն լինում, որ կարելի է հանել սա, բայց չեն հանում ամեն դեպքում, ես որ չեմ սիրում, չգիտեմ, եթե դուք սիրում եք, հարմար եք գտնում, գրեք մեկնաբանություններում, իմանամ ձեր կարծիքները ևս, սիրելիներս, դե անձրևը դեռ չի շարունակել դադարել, ավելի ճիշտ շարունակում է դեռ գալ, ես էլ անձրևանոցս փակեցի, այսպես ավելի հարմար է, քանի որ սա այնպիսի վերարկու է, որը ջուրը չի քաշում, կարճ ասած, սիրելիներս ուզում եմ հենց այստեղ էլ ավարտել իմ տեսանյութը, կհանդիպենք ինչպես միշտ նույն տեղում, մնացեք ինձ հետ, պաչիկներս բոլորիդ, սիրելիներս, առողջ մնացեք ինձ հետ, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը ասած նորությունների, զրույցների հետ կապված, կհանդիպենք շուտով, դե արդեն ասեցի, առայժմ ես շտապեմ տուն, արդեն ուշ է։ Ահա եւ այդ մեղրը, տեսեք ինչքան հաճելի գույն է, դե ինչ սիրելիներս կհամտեսենք վաղը միասին, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ինչպես ասացի։